Ամեն ինչ սկսվեց Աղբատի վանքում։ 2021 թվականին, երբ որ ընտանիքով գտնվում էինք Լորվա մարզում, հազարավոր պատմություններ սկսվեցին գրքերով։ Այս մեկը սկսվեց քարերով։ Քարերով, որոնք դարեր շարունակ լսել են աղոթքներ, տեսել պատերազմներ, ապրել կորուստներ, բայց տեսել են նաև ժպիտներ։ Եվ այս ամենը լուր պահպանել են իրենց մեջ։ Հենց այդ քարերից ծնվեց խոստումը։ 2021 թվականին Աղբատում ծնվեց գաղափարը։ 4 տարի շարունակ միտքը հասունանում էր։ 2025 թվականին Սուրբ Պատարագի ընթացքում ամեն ինչ փոխվեց։ Տարիներով հասունացած գաղափարը վերածվեց մի խոստման։ Խոստում հիշել, թե ովքեր ենք, եւ պատասխանատվությամբ կառուցել այն, ինչ թողնելու ենք մեր սերունդներին։ Այդ խոստումը սկսվեց ճանապարհից, որը տարավ հայկական աշխարհի սրբավայրերը։ Մուշից, Վանից, Սասունից, Անիից, Էրզրումից, Արարատի եւ Սիսի գագաթներից Հայաստան բերվեցին քարեր։ Երուսաղեմից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից, Սինգապուրից, Ռուսաստանից, աշխարհի տարբեր հայկական համայնքներից։ Նույնիսկ այն եկեղեցիներից, որոնք այսօր մնացել են ջրի տակ։ Հավաքվեցին քարեր որպես մեր պատմության կենդանի վկաներ։ Բայց այդ պատմությունը պետք էր միավորել։ Պետք էր ստեղծել մի խորհրդանիշ, որը իր մեջ կկրեր հայկական աշխարհի սրբավայրերից եւ աշխարհասփյուռ համայնքներից բերված քարերի պատմությունը։ Խորհրդանիշ, որը սերնդեսերունդ կփոխանցեր մեր հիշողությունն ու մեր խոստումը։ Ավելի քան 200 փորձարկումների արդյունքում ծնվեց Խոստում խաչը։ Իր պատմությամբ, իր ճանապարհով եւ իր ներսում ամբողջ հայոց աշխարհի մի փոքրիկ մասնիկով։ Այնուհետև տեղի ունեցավ ամենախորհրդանշական պահը։ Քարերը փշրվեցին հազարավոր մանր մասնիկների, եւ մեր երեխաների ձեռքերով յուրաքանչյուր խաչի մեջ տեղադրվեց աշխարհի բոլոր սրբավայրերից մեկական մասնիկ։ Քարերի տեղադրման խորհրդանշական ճանապարհին միացան մեր ժողովրդի արժանավոր զավակները։ Նրանցից յուրաքանչյուրը նույնպես իր ձեռքով տեղադրեց իր քարի մի մասնիկը խաչերի մեջ։ Այդպես յուրաքանչյուր խաչի մեջ միավորվեց ամբողջ հայոց աշխարհը։ Բայց խոստումը երբեք միայն խաչի մասին չի եղել։ Խաչը խորհրդանիշն է։ Իսկ իրական արժեքը այն խոստումն է, որը տալիս է այն կրողը։ Խոստումի պատմությունն այստեղ չի ավարտվում, այլ սկսվում է մի նոր պատմություն։ 2026 թվականի հուլիսի 5-ին կմեկնարկի խոստումի գլխավոր ճանապարհը։ Շուրջ 1 տարի շարունակ բոլոր խաչերը կանցնեն Հայաստանի հազարավոր եկեղեցիներով, վանքերով, մատուռներով եւ սրբավայրերով, կատարելով հայոց պատմության մեջ աննախադեպ ուխտագնացություն։ Խաչերը կմասնակցեն ամեն կիրակի մատուցվող Սուրբ Պատարագներին, եկեղեցական գլխավոր տոներին, կբարձրանան Հայաստանի ամենաբարձր գագաթ՝ Արագած, եւ այս ամբողջ ճանապարհի ընթացքում կստանան մի բացառիկ օրհնություն։ Կանցնեն այն ճանապարհներով, որով դարեր շարունակ անցել է մեր հավատը, եւ միայն այդ ճանապարհից հետո կհասնեն իրենց տերերին։ Խոստումը միավորում է աշխարհասփյուռ հայությանը ոչ միայն մեկ գաղափարի, այլ մեկ պատասխանատվության շուրջ, որովհետեւ յուրաքանչյուր խաչ իր մեջ կրում է ոչ միայն քար, այն իր մեջ կրում է հայ ժողովրդի հազարամյա պատմության մի մասնիկը։ Հիշելով ապագան, սա է խոստումի գաղափարախոսությունը։ Հիշել մեր անցյալը ոչ թե այնտեղ մնալու, այլ դեպի ապագան նայելու համար, որպեսզի միասին կառուցենք ավելի ուժեղ Հայաստան եւ այդ պատասխանատվությունը փոխանցենք գալիք սերունդներին։